ինչ է արևմտյան Ադրբեջանը։ Արևմտյան Ադրբեջանը հնարել են ադրբեջանցիները, որոնք ոչ չունեն անցյալ, ոչ ապագա, դե ներկան էլ ոնց որ ասած այդ նավթն է իրանց։ Ասենք տենց խոսույթ ես չեմ ընդունում ու չեմ ընդունել, էլի։ Դա հիմարություն է, որ տենց լինի, մենք պետք է Ադրբեջանի տարածքը կոչենք նաև Հայաստան։ Արևմտյան Ադրբեջան ընդհանրապես գոյություն չունի։ Լսել եք 300,000 ադրբեջանցու Հայաստան տեղափոխելու ծրագրի մասին։ Լսել եմ եւ նորից դեմ եմ ես դրան։ Նրանք չպետք է գան ստեղ մեր հայ հողում մնան այստեղ։ Ես լսել եմ, բայց դե դա անհնար է։ Ինչի մասին է դա խոսքը, երբ որ ընդեմ մենք հենց պլեններ ունենք։ Վեկալան ասենք եկան մտան Ղարաբաղը, ընդեղի պաշտոնյաներին հավքին տարան, ընդեղից էլ բան արին։ Ու ասում են խաղաղություն, ասում են էս են։ Դա սուտ բաներ է, իրանցից դու սոյիններ են անում։ Լսել ենք, բայց դա շատ վատ բան կլինի մեր հանրապետության համար։ Հավատում եք Ադրբեջանի խաղաղ մտադրություններին։ Չէ, խաղաղություն չի լինելու, դա բլեֆ է։ Դա բլեֆ է մեր կառավարության կողմից։ Չէ, ոչ մի ձևի։ Ոչ, Թուրքը միշտ էլ Թուրքիի հետ ասում է լավություն արա, բայց փետը միշտ ձեռը պետք է։ Ոչ մի դեպքում չեմ հավատում։ Ադրբեջանի կողմից վտանգ զգում եք։ Միշտ էլ կարելի է սպասել։ Ադրբեջանը այնա, որ այսօր սենց է, վաղը եմից ձևի է։ Ադրբեջանը նախ մենակ չի գործում է Թուրքիայի հետ։ Իսկ թուրքերն էլ ոնց հայտնի է, ասենք, կատարել են ցեղասպանություն, միշտ հայերի հետ պրոբլեմներ։ Ու ոնց կարելի է մի պետության հետ խաղաղ ապրել, եթե մեր պապերին, պապերին այդքան մեր հայրենիքին այդքան վնաս են տվել իրեն։ Խաղաղությունը որն է, դա չեմ հասկանում։ Ձեր կարծիքով որ երկիրն է Հայաստանի համար գլխավոր սպառնալիքը։ Սպառնալիքը երկու հատ պետություն է, եղբայրական, այսինքն Ադրբեջան եւ Թուրքիա։ Հայաստանի համար գլխավոր սպառնալիքը միշտ եղել է ու կա լինելու է Թուրքիա-Ադրբեջան։ Մենք պիտի զինվենք, համախմբվենք, ամբողջ աշխարհի հայերով պետք է համախմբվենք։ Ունենանք մի գաղափար, մի ճիշտ ումբի սկզբունք, այդքան մեր ուժը մեր միասնության Ադրբեջանը եւ Թուրքիան։ Ինչ է պետք խաղաղություն ապահովելու համար։ Ուժեղ բանակ, ուժեղ ղեկավարություն։ Հարկավոր է ուժեղ բանակ ունենալ եւ եթե մեզ կարողանան ինչ-որ աջակցեն, միայն Ռուսաստանը կարող օգնի այդ հարցում։ Խաղաղությունը ապահովելու համար նախ պետք է երկրում արմատախիլ արվի ամբողջ կաշառակերությունը մեկ։ Երկրորդ, պետք է ստեղծվի ծանր արդյունաբերություն։ Դրա հիման վրա պետք է ստեղծվի ռազմական արդյունաբերություն, պետք է ներգրավեն ամբողջ հայ ազգին աշխարհին։ Ոչ թե մենք պետք է սելֆիներ ու սրտիկներ անենք, այլ մենք պետք է զինվենք։